Եվ երկրորդ ֆակտորը, որ խոսում որ կարող է նպաստել դրան, որ կեղծ կրիպտորխիզմը հետո դառնա իրական կրիպտորխիզմ, այնա, որ ի սկզբանե սերմնալարի անոթները զարկերակները, երակները ելնում են կարճ, դա կոչվում է բնածին կարճ սերմնալար, ու երեխայի ակտիվ աճի շրջաններում, տղա երեխաների դեպքում դա ավելի շատ 4-5 տարեկանն է եւ դեռահասացման տարիքից հետո այդ սերմնալարի անոթների աճի արագությունը չի բավարարում, որ մարմնի աճի հետ համեմատած հետ է հանգնում ու կամաց ամորձին ձգում է մի քիչ ավելի վեր եւ ամորձին մնում է վերևում արդեն էլ չի իջնում փոշտի խոռոչը։ Երբ դիմել բժշկի, երբ որ հայտնաբերվում է դա, երբ վիրահատել, աստիճանաբար այդ վիրահատության տարիքը կամաց ավելի փոքր տարիքին է մոտենում, երբ որ ես նոր ուսանող էի, մեզ սովորացնում են, որ պետք է վիրահատել 7 տարեկանից հետո իջացրին 5 տարեկանից հետո 2 տարեկանից հետո, հիմա ամբողջ աշխարհի մանկաքանորոլոգիական կենտրոնները հիմնականում, զարգացած երկրների մասին ենք խոսում իհարկե, հիմնականում խորհուրդ են տալիս վիրահատել 6-ից 12 ամսեկանում, երբեմն ուղեկցող ծանր վիճակների, արատների, հիվանդությունների հետ կապված հետաձգել մինչև 18 ամսեկան։ Ամերիկայի որոշ առաջատար կլինիկաներ խորհուրդ են տալիս արդեն 3 ամսեկանից սկսած պլանավորել վիրահատությունը, ժամանակին ծնված նորածինների դեպքում 3 ամսեկանից սկսած